Դպրոցական 12 տարիների ընթացքում շատ են եղել օրերը, երբ սև ու սպիտակ աշակերտական հագնված եկել են դպրոց, բայց այս մեկը, որը հրաժեշտի խորհուրդն ունի, 10 տարեկան պատանիների եւ աղջիկների համար անմոռանալի է դառնում ամբողջ կյանքում։ Նրանք կրթության մի մեծ շրջան են ավարտում։ Այսօր վերջին անգամ են որպես աշակերտ ներկայանում ուսուցիչներին։ Միանման են հագնված, տարբեր ու խառը դպրոցական օրերի հիշողություններն են վերապատմում հենց հիմա, վերջին զանգի առիթով։ Իսկ հիմնական դպրոցի աշակերտների համար վերջին դասն ու վերջին զանգը այլ նշանակության է։ Նրանք գնում են մեկ այլ դպրոց, մեկ այլ ծանոթության։ Շատ խառը էմոցիոնալ ու միևնույն ժամանակ շատ երջանիկ պահեր են։ Ինձ թվում է հետո շատ բաներ ունենանք հիշելու։ Դպրոցը ինձ տվեց ամենակարևոր ընկերներ, լավ ծանոթություններ, գիտելիքներ ու ապակա կողմնորոշումս։ Ինչպես մարդ դառնալ ու կյանքը շարունակել։ Ես մեծ շաբաթը չի հավատալ, որ խոսքը կռնայեսին վերջին զանգեսերներ։ Ուզում ուսուցիչների շնորհակալություն հայտնեմ, որ իրանք չեղնին դժվար մեզնից լավ մարդ դուրս գար։ Դե իմ ընկերներս շնորհակալ եմ, եթե իրանք չեղնեն, ես դժվար դպրոցը սիրեի։ Հուզված եմ, լարված եմ։ Չի սպասել այսօրվան։ Շատ լարված եմ, չեմ ուզել իմ 9 տարվա ընկերներին կորցնեմ։ Իրականում կփորձեմ շփումը պահել, բայց դժվար է։ Մեր այս տարվա ընտանուր փորձերը շատ լարված են եղել, բայց նաև եղել են շատ համախմբված, որի արդյունքում հաստատ կպահենք մեր ընկերությունը։ Գրկում են միմյանց, ծնողներից, ուսուցիչներից թաքուն նաև արտասվում։ Հետո ծիծաղով հիշում այս պատերի ներսում արված գուցե աններելի թվացող արարքները նաև։ Ծնված իրական ընկերություն է։ Հենց այստեղ են ճանաչել իրենք իրենց։ Գնում ենք նոր էտապ, նոր կյանքի փուլ, բայց ամեն դեպքում այս տեսարանը կյանքում չի մոռացվի, այդ մարդիկ իշխոր դարձել են ընտանիքի մի մասնիկ։ Դպրոցից կտանեմ ամեն ինչ, ամեն մի մանրուք, որովհետև դերն է ունեցել իմ կյանքում։ Ճիշտ է, մենք չարաճճիություններ շատ ենք արել իրականում, թե դասից փախել ենք, թե դաս չենք սովորել, թե եղել են մի փոքր վեճեր, բայց դրանք ամեն ինչ միահամուռ ուժերով հաղթահարվել են իրականում եւ մնացել են միայն լավ հուշերը։ Անցած 12 տարիների 4380 օրերի մեջ վերջին զանգի օրը մեկն է, երբ նրանք անկեղծանում են, չեն նեղանում իրարից, իսկ ուսուցիչների հանդեպ ակնածանք են ցույց տալիս։ Երախտագիտության մեծ չափաբաժնից է, որ այսօրը ամենից շատ հուզմունքն ու արտասունքն են տեսնում ուսուցիչների ու ծնողների աչքերում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մաթեմատիկայի դասատուն, որտեղ ինձ օգնեց ամենակարևորը մաթ իմանալ, որտեղ դա շատ ինձ պետք էր իմ մասնագիտության մեջ։ Շնորհակալ եմ Թասեգին, որ արդեն 6 տարի է մեր հետ է, մեր կողքին, երկեցնողներից։ Թասեգիս ու ամբողջ դասանվանդած ուսուցիչներին, որովհետև բոլորն էլ մեր կյանքում ճանապարհին օգնել են մեզ եւ գիտելիք են տվել։ Յուրօրինակ են, յուրաքանչյուրը գեղեցիկ ու լավն են իրենց տեսակի մեջ, սիրում եմ բոլորին եւ մաղթում եմ ամենալավն ու բարին։ Կյանքի անկեղծ ու անհոգ փուլերից մեկն ավարտված է։ Հետոյի ապագայի մասին որոշումներ կայացնելու փուլն է սկսվում։ Շրջանավարտներից շատերը բարձրագույն կրթության են երազում, պատրաստվում են բուհական քննությունների, իսկ հաջողությունների հասնել ուզում են ձեռք-ձեռքի տված, միմյանց օգնելով ու այդպես էլ միասին երկինք բաց թողեցին ճերմակ փուչիկները, երազանքներ պահած։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։